Գիտեք, ես մեկ լսում եմ, ասենք մի քուրիկ գալիս է պատմում է իր ամուսնուց։ Իմ ուղեղը ասում է, այդ մարդը հրեշ է։ Ես չեմ հասկանում, այս խեղճ աղջիկը ո՞նց է ապրել դրա հետ։ Հրեշ է այդ մարդը։ Ուզում եմ բռնեմ ճղեմ։ Կարելի է հովևնեին, հա, թե չէ։ Չէ։ Գիտեք, հետո ամուսինն է գալի հետը խոսում եմ։ Ասեմ ես հրեշտակից ինչ ուզում ես աղջիկը։ Տեսեք, իմ ճիշտը վրաս փոխվեց։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, ոչ այնա ճիշտ, ոչ այնա ճիշտ, երկուսն իրանց դիրքից են ասում։ Որ Աստծուն հարցնեմ, Աստված կասի երկուսն են մեղավոր են, հպարտ, գոռոզ, ինքնասիրարված, մինչև չփոխվեն, բան չի փոխվելու։ Բայց ես որ իրանց լսում եմ, նրան լսում եմ, ինքնա ճիշտ էնի հրեշտա, սրան լսում եմ, եսա ճիշտ։ Իմ ուղեղի ճիշտը լրիվ ընդհանրապես կապ չունի այն ճշտի հետ, որ Աստծու մոտ է։ Դրա համար Պողոսն ասում է, մենք խնդիր որ կա, չգիտենք ոնց աղոթենք ճիշտ։ Որտեվ եթե այդ քուրիկին լսեմ, պետք է աղոթեմ Տեր Աստված, խնդրում եմ փոխի իր մարդուն։ Թող ես անարատ աղավնի էակը հանգիստ ապրի։ Մարդուն լսեմ, պետք է ասեմ Տեր Աստված, ազատի ես խեղճին հրեշից։ Հասկանում եք տարբերությունը, բայց երկնային ճիշտ ինչ ասում, երկուսն էլ հպարտ գոռոզ, ինքնասիրարված իրանց ասածին են։ Մինչև իրանց քիթ ասվածին չխփեն, մինչև իրանք չխոնարհվեն, բան չի փոխվելու։